պրոյեկտների հետ քիչ խաղացեք, պրոյեկտ չեք դիտվի, շատ պարզ։ Հաջորդը։ Պարոն Աղազարյանն ասաց նաև, որ Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծվել են։ Շեֆս կասեր՝ «Յա իրոք», իսկ ես կհավելեմ հետևյալը. չեմ ուզում մտնեմ այդ դիսկուրսի մեջ։ Մենք ունեցել ենք իդեալական ընտրություններ 35 տարվա մեջ, երբեք։ Անգամ են ռոմանտիկ ընտրությունները Գերագույն խորհրդի, այսօրվա ժողովրդավարական չափանիշներով կներեք իդեալական չէին այդ մեխանիկայի տեսակետից։ Հետևաբար մտնել ընտրությունները վատն էին բոլորը թեմայի մեջ, նշանակում է ջուր լցնել, հուսով եմ տվյալ դեպքում ակամայից Նիկոլի ջրաղացին, որտեղ եթե ընտրությունները 35 տարի միայն վատն էին, ուրեմն մեր պետությունը վատն էր, ուրեմն այս պետությունը պետք է ջնջել ու հռչակել 4-րդ հանրապետություն, պարզ չի տրամաբանական շղթան։ Այդ վարբար բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանում երբեք չի եղել պետական երաշխավորված ինստիտուտներ, չեն եղել ընտրություններ, չի գործել օրենք, ես իմ ինչ հազար ու մի բան, այդ մարդիկ գուցե ակամա